Շարունակում ենք գործունեությունը, խնդրեմ։ Պաշտպանը որոշել է Արտերի դատարան ինստիտուտի մեղադրանքեր առաջադրվել 242 թվականի 3 մարտով այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 20:10-ի սահմաններում իր վարած BMW մաշինի շարքերում Երևան եղած ավտոճանապարհի երկրորդ ջմլի հատվածում իրականացնող ոչ պաշարժ եւ վտանգավոր գերտերություն ավտոմեքենան վարել է բնակավայրի սահմանված թույլատրելի առավելագույն գերազանցող առնվազն 70 կմ/ժ արագությամբ եւ երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից ինքը զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարում իրականացնելու տեխնիկական հնարավորությունից ու հետևել ճանապարհի երթևեկության կանոնների խախտում ըստ մեղադրական եզրակացության 65-66 կետերի եւ ներսակրվել է նաեւ ճանապարհի երթևեկության անվտանգության ապահովման պաշտպանության օրենքի 23-րդ մասի 24-րդ 7-րդ կետի ԵԶ ենթակետի պահանջների հատուցող գործողություն ներսակրվել է իրեն նաեւ որ ինքը ստեղծել է վթարային իրավիճակ եւ վթարի ենթարկվել հողացած գոտիում կանգնած 61-214 մարտիշ ավտոմեքենայի, որի հետևանքով մահ է պատճառել 2 անձի եւ նաեւ ավտոմեքենայի դեպքով անձանց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ես որպեսզի իմ ելույթը լինի կառուցողական, ես կանդրադառնամ ճիշտ այն հերթականության բոլոր փաստերի, ինչպես անդրադարձել է դատախազի ելույթում, մեջ բերելով իր շարժից որոշակի փաստեր, այնուհետև ներկայացնելով մեր տեսակետը, ինչու է փաստեր չեն համապատասխանում, որոշեք թե վթարի պահի երկու ավտոմեքենայի արագությունը ինչպիսին է։ Դա հասկանալ է, որ իրավական գնահատման խնդիր չէ եւ հասկանալ է, որ եթե մենք կատարեինք գործակնություն եւ ուժողների պահանջը եւ մեր պահանջը կբավարարված կլիներ։ Եվ մենք կհասկանանք իրականում եւ բոլոր հանրությունը կհասկանա, թե խաղի պատասխանը մենք կստանանք, ինչքան է եղել վթարի պահի երկու ավտոմեքենաների արագությունը։ Սա չի կարելի որոշել իրավական ճանապարհով։ Այն ինչ որ եթե ես հիմա փորձեմ հիմնավորել, հա, տրամաբանորեն կամ այն ինչ որ ներկայացնում էր դեր հաշվարկները ուժողների ներկայացուցիչը, դա չի համապատասխանում գիտական վերլուծություններին, դա բանավոր թվերով որոշել հնարավոր չի։ Ձեզ հավաստացնում, առանց տեղեկատվական իրականացնել հնարավոր չի։ Որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել հարգելի դատարան եւ ինչու նախաքննության ժամանակ եւ դատախազության ժամանակ համապատասխանաբար քննիչը կատարեց նման անօրինակություն, այնուհետև դուք հրաժարվեցիք փորձակնություն կատարելուց, որպեսզի չբացահայտվի ճշմարտությունը, ես մի փոքր էքսկուրս անցկացնեմ նախաքննության եւ դատախազության ժամանակ, թե ինչպես է քննությունը կատարվել, որպեսզի մենք այնուհետև պատասխանենք վերջին հարցին, հիմնական մեղադրանքի Վարդան Պետրոսյանի, իսկ հիմնական մեղադրանքը, որպեսզի բոլորին պատկերավոր լինի, թե ինչի մեջ է մեղադրվում Վարդան Պետրոսյանը, մեղադրողի ճարվում մանրամասը ներկայացրել է, որ Վարդան Պետրոսյանը երթևեկելով Երևան ճանապարհով առնվազն 71 կմ/ժ արագությամբ չի համապատասխանեցրել արագությունը արգելի դատարանի բնապահպանական կլիմայական օրենքի պայմաններին, այդ իսկ պատճառով մեքենան դուրս է բերվել ճանապարհի բանուկ մասից դեպի կողմնակ, որտեղ է բախվել կանգնած Լիվան Մակնիշի ավտոմեքենան։ Եթե հարգարժան մեղադրողի մեղադրանքը ճիշտ է իրականության համապատասխանել, դա կնշանակի, որ ցանկացած բարոյ, որը երթևեկում է բենզին Մակնիշի ավտոմեքենան առնվազն 71 կմ/ժ արագությամբ, նույն եղանակային պայմաններում իր մեքենան պետք է դուրս գա, որտեղ արդեն վարորդի գործողությունը դերակատարի չի կարող։ Դուրս գալ այդ հատվածում բանուկ մասից դեպի կողմնակ։
Ես հետո անդրադառնամ, թե ինչի նման բան հնարավոր չի ունել, ինչի է այս պատմությունը հորինված։ Ես սկզբից ներկայացնեմ ինչ է իրականում տեղի ունեցել, եւ մենք օրինակ անձամբ ես ակնկալում եմ ձեզանից դատարկության ժամանակ, որ այս գործընկերներից մենք ընդհանրապես այդ հարցին պատասխանենք, ինչ է տեղի ունեցել։ Այնտեղ հաշվարկենք, տեսնենք իրականում ով էր այս վթարի մեջ մեղավոր, եւ ըստ որոշենք, եթե Վարդան Պետրոսյանն է կատարել երբեմնության կանոնի խախտում, պատասխանության ենթարկենք Վարդան Պետրոսյանին, եթե ինքը չէր կատարել երբեմնության կանոնի դեպի դժվար պատահար, պատասխանենք այդ հարցին չէ նախաքննության մարմինը խեղաթյուրել հաստատել։ Սկսենք դեպի օրինակ, ինչա տեղի ունեցել, որտեղ նախորդ երկու կետերը մենք արդեն ներկայացրեցինք մեր տեսակետը եւ հիմնական կետը այն է, թե Վարդան Պետրոսյանը ավտոմեքենան դուրս է բերել Վանուկ մասի դեպի կողմնակ թե ոչ եւ որտեղ է տեղի ունեցել վթարը։ Վթարից անմիջապես հետո Տեկիվանի ժամանակ քնիչ Հայկարան Հակոբյան Ունեն դու, եթե մասնակցում եք նիստին, բարեղեք լուր նստեք եւ դեր գործնարեք, որը մեկ է խոսալու իրավունք չունեք։ Քանի նիստի մասնակցում եք գիտեք այդ ամենը, դուք եք ցույց մնացեք ու նստեք ձեզ ավերակել։ Դեռ չեմ ուզում եմ դիպլոմ բան։ Դու կհեռացվեք նիստերի դահլիճից։ Շարունակեք։ Հիմի արտադրական մենք ունենք հետևյալ հանգամանքը, ձեր որոշումը դատարանի, դժոխտի ներկայացի կողմից, որտեղ հնչեցվեց, որ ինչպես է հնարավոր, եթե հետընթաց է կատարել համ արգելակման լույսերը վարվածը, համ հետընթացի լույսերը։ Փորձագետը Պան Կասանիսկեն, որը հեռուստացող էր մեր Հայաստանի Հանրապետության երեխին ունեցավ, ասեց, որ ավտոմեքենան հետընթաց է տալիս բամբարային եւ արագությունը 2-ից 3 կմ/ժ։ Որպեսզի քրեական գործ հարուցվի, ապացույց կերտելու կամ այլ հիմքի փաստի արդեն։ Ինչ է գրում հայտարարությունը, այդ հայտարարությունը ուղարկել են ձեզ, բովանդակությունը ձեզ հայտնի է, չի հրապարակվել, բայց մի երկու բառ ներկայացնում։ Իմ հայտարարության մեջ կետից մեկը հետևյալն է, որ հետազոտել եմ անձամբ ձայնաերեսը, որը տրամադրվել է Գագիկ Շամշյանի կողմից ինձ եւ ուժովի ներկայացին, որոնք էլ ներկայացել են կանդիդատան ձեզ ստացելու քրեական գործից, ձայնաերեսից, տեսաերեսի մեջից երևում է, թե ով կարող է հնարավոր ընթերական լինել։ Եվ ես այնտեղ մի դրվագ կա, որը 001 վայրկյան, եթե դանդաղ եք նայել, երևում է այդ անձի դեպքը, եւ երևում է խոսակցություն է։ Այն ոստիկանների տեղակալումից հրավիրում է դրականից։ Որացա այն անձը երջող է։ Այ երջողը զրուցում է ընթերական ենթադրյալ անձանց հետ, որոնք մասնակցում են զննությանը։